200 ուսանող, 4 ամիս եւ ամսական 50,000 դրամ կրթաթոշակ։ Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին։ Մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում սովորող ակտիվ, ճկուն եւ պայծառ մտածողությամբ երիտասարդներին։ Հաղթողները ընտրվել են միջին որակական գնահատականի եւ ինտելեկտուալ թեստի արդյունքների համադրմամբ։ Ամերան 2008 թվականից շարունակաբար համագործակցում է բուհերի հետ եւ ուսանողները մեր համար ամենակարևոր, ամենահետաքրքիր խմբերից մեկն են, քանի որ մենք այստեղ մի քանի արժեք ենք տեսնում, նախ ուսումը, կրթությունը, շարունակական զարգացումը Ամերիկայի համար կարևոր արժեքներից է, հաջորդը երիտասարդների հետ մեր փորձով կիսվելը եւ այդ փորձը երիտասարդներին փոխանցել է եւ իհարկե որպես գործատու, որը որ մեծ հնարավորություններ ունի նոր աշխատանք սկսելու, նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ Ամերիկայի հետ իր հաջողության պատմությունը կառուցելու։ Մեր Generation A ամերասերուն ծրագիրը տարիներ իրականացվող ծրագիր է, ունի իր հաջողությունը, ունի շատ կառավարիչներ, ղեկավարներ, հաջողված մասնագետներ Ամերիկայում սկսել են այդ ծրագրով, շատ հաջողակ մասնագետներ այսօր շուկայում են աշխատում, որոնք որ մասնակցել են այդ ծրագրի եւ մենք հպարտանում ենք իրենց բիզնեսներով, իրենց հաջողություններով։ Նշեմ նաեւ, որ վերջին 2 տարվա ընթացքում մեր կարևոր նպատակներից եւ հետաքրքիր նախագծերից մեկը դպրոցականների հետ համագործակցությունն է։ Ամփոփիչ հանդիպումը միայն կրթաթոշակային ծրագրի արդյունքները ներկայացնելու առիթ չէր։ Ներկաները մասնակցում էին ինտերակտիվ քննարկումների, լսում հաջողության պատմություններ եւ վերանայում սեփական պատկերացումները։ Օրվա առանցքում ակետն էր այն մեկնարկային պահը, երբ կայացվում են կարևոր որոշումները եւ սկսվում հաջողության ճանապարհը։ Իրականում նման նախաձեռնությունները շատ կարևոր են ուսանողների ապագա կարիերային աճի եւ ապագա մասնագիտական ընտրության մեջ։ Համոզված եմ, որ Ամերիկայի կողմից իրականացված միջոցառումը որոշակի կապահովի իրենց ավելի հաջող կարիերայի ստեղծմանը։ Ուսանողների հետ իրենց փորձով կիսվել են կրթության, բիզնեսի, մշակույթի եւ բանկային ոլորտի ներկայացուցիչները։ Քննարկումների նպատակը պատրաստի պատասխաններ առաջարկելը չէր, այլ երիտասարդներին սեփական ճանապարհը գտնելու եւ որոշումներ կայացնելու մղելը։ Նշենք, որ Ամերիաբանկը ուսանողների համար առաջարկում է նաեւ հատուկ ֆինանսական լուծումներ։ Visa Student Card-ը տրամադրվում է անվճար 4 տարի առանց սպասարկման վճարի, իսկ կրթավճարի ծախսերը հոգալու համար հասանելի է մինչեւ 2 միլիոն դրամի ուսանողական վարկ։ Ամերիաբանկը ընկերություն է անում երիտասարդ սերնդի հետ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից։ Ունենք շատ լավ, հետաքրքիր, շահագրգիռ նաև պրոդուկտներ հենց երիտասարդ սերունդին ուղղված ուսանողներին, ուսանողական քարտեր, որոնք շատ շուտով ավելի արդիականացված հետաքրքիր առաջարկով դուրս կգան շուկա։ Եվ կարող եմ վստահ ասել, որ մեր ուսանողների գերակշիռ մասը տոկոսային սպասարկվում են հենց Ամերիաբանկի միջոցով տվյալ պրոդուկտից օգտվելով։ Իմ Հայաստան, իմ ապագա մրցույթն Ամերիաբանկը երկրորդ տարին է, ինչ իրականացնում է։ 2024 թվականին կրթաթոշակ էր ստացել 15 բուհի 160 ուսանող։ 2 տարվա ընթացքում ծրագրի հաղթող է ճանաչվել պետական եւ մասնավոր 18 բուհ ներկայացնող արդեն 360 երիտասարդ։ Իրականում նման նախաձեռնությունները շատ կարևոր են բուհ աշխատաշուկա կապը ամրապնդելու համար եւ մեր համալսարանը աջակցում է նման նախաձեռնություններին եւ ուրախ ենք, որ մեր ուսանողներից 25-ը դարձան այս մրցույթի հաղթողներից։ Ծրագիրը միայն կրթաթոշակով չի սահմանափակվում, նախորդ տարի եւս 10 ուսանող մասնակցել է Միացյալ Նահանգների Բերքլիի համալսարանի կարճաժամկետ կրթական ծրագրին, իսկ 3 ուսանող ֆինանսավորում է ստացել սեփական նախագծերի իրականացման համար։ Այս տարվա հաղթողների համար էլ կրթաթոշակը ոչ թե վերջնակետ է, այլ նոր հնարավորությունների մեկնարկ։ Առաջին հերթին նման միջոցառումները խիստ կարևորում են ուսանողի առաջադիմությունը եւ նրան եւս մեկ անգամ էլ ավելի մոտիվացում են էլ ավելի լավ սովորել ու էլ ավելի բարձր առաջադիմություն ունենալ ու երկրորդը հնարավորություն են տալիս կապեր հաստատել տարբեր համալսարանների ուսանողների միջև, ինչը շատ եմ կարևորում։ Յուրաքանչյուր հաջողություն սկսվում է սեփական ակետից, առաջին որոշումից, առաջին փորձից եւ առաջին հաղթանակից։ Իմ Հայաստան, իմ ապագա մրցույթի մասնակիցներն իրենց հաջողության ճանապարհի հաջորդ կետն արդեն պետք է ընտրեն ու կառուցեն ինքնուրույն։